զգացողություն ունենալու, իշխանությունը ինքը ոչ միայն գործադրել է ողջ վարչական ռեսուրսը, աննախադեպ ռեսուրսը, ֆինանսական, հանրությանը պատկանող ֆինանսական միջոցները ոչ միայն ընտրակաշառքի տեսքով տվել է ընտրողներին, նաև գործադրել է իր ամբողջ, այսպես կոչված ճակերտավոր լիազորությունները բռնության ենթարկելու քաղաքացիներին, մի մոռացեք, որ այս քարոզարշավի ընթացքում նաև մարդ է մահացել քրեակատարողական հիմնարկում, այս իշխանության ժամանակ։ Մի մոռացեք, որ այս իշխանությունը Հայաստանի երբևէ եղած խայտառակ ընտրությունները անցկացրած իշխանությունը։ Հիմա իրենք բնական է բարձրաձայնում են, թե իբր ընտրակաշառքով են ընտրվել, ավելին Նիկոլ Փաշինյանը իր խառնակցության էությանը համապատասխան հիմա էլ հրահրում է քաղաքացիական բախումներ։ Քաղաքացիական բախումների անոնս է անում այս մարդը։ Եվ այս մարդը այսօր իրեն հռչակել է Հայաստանի գերագույն իշխանություն։ Ու ակնհայտ է, որ այս պայմաններում մեր փրկությունը իբրև ժողովուրդ, իբրև ազգ, իբրև պետություն այս իշխանություններից ձերբազատվելու մեջ։ Նոր ընտրության անհրաժեշտություն տեսնում եք եւ ինչ ակնկալիք ունեք այն սահմանադրական դատարանից ներողություն, որի կազմը ձեզ համար լեգիտիմ չի եղել։ Այո, ավելին ասեմ, այն բոլոր խայտառակ արձանագրումները, որոնք որ կան, ներկայացնելով այս սահմանադրական դատարանին, մենք նույնիսկ չէ որ երազում ենք կամ երազների մեջ ենք գտնվում, ակնհայտ է եւս մեկ անգամ կարող է փաստվել, որ այս սահմանադրական դատարանը ի վիճակի չէ իրականացնելու, իսկ եթե այնքան կամք ունենա, որ բացահայտ ճշմարտությունները արձանագրելով հանդերձ անվավեր ճանաչի ընտրությունները եւ իրականացնի մեկ այլ կարևոր առաքելություն, սահմանադրականությունը ապահովելու համար տա հնարավորություն արգելելու այս հակաժողովրդավարական, հակաիրավական, քաղաքական միավորին եւ նրա ղեկավարին հետագայում երկիրը կառավարելու հնարավորությունից, նշանակում է ժողովուրդը կկարողանա համախմբվելով կազմակերպել եւ կատարել նորմալ ընտրություն։ Ակնկալում եք, որ ՍԴ-ն պետք է թույլ չտա Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը։ Ես երկու հնարավոր սցենարներ նկարագրեցի։ Որ սցենարներ լինի, այսինքն եթե ՍԴ-ն ունենա կամք շարժվի սահմանադրությամբ, հաղթում է ժողովուրդ, հաղթում է պետություն։ Եթե ՍԴ-ն չունենա այդ կամքը, հերթական անգամ վավերացնի հակապետական այս իշխանությունների գործողությունները, մենք եւս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ամբողջությամբ եւ լիակատար կերպով Հայաստանի ուզուրպացիան տեղի ունի։ Նոր ընտրությունների պատրաստվում եք գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ է նշանակում ում հետ։ Մենք գնում ենք, ինչպես տեսնում եք, Հայաստան դաշինքով։ Նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի հետ, որպես քաղաքական միավոր, Հայաստան դաշինքը պատրաստվում է գնալ նոր ընտրությունների։ Իբրև այսինքն իբրև մրցակից, հա? Իբրև մրցակից։ Ինքը իր կազմակերպվածը մենք տեսանք ինչ է։ Այս կազմակերպվածության պայմաններում այլանդակություն, ես դրա համար եմ ասում, սահմանադրական դատարանի որոշմանը պետք է հետևի նաև կոնկրետ գործողություններ արդեն իրավապահ մարմինների կողմից ձերբակալելու եւ կալանավորելու քրեական պատասխանատվության կանչելու Նիկոլ Փաշինյանին եւ իր գլխավորած բոլոր են ենթադրյալ հանցագործություններ կատարողներին, որոնց վերաբերյալ բազմաթիվ փաստեր հրապարակավ կան։ Իսկ սահմանադրական դատարանը ինչպես կարող է ձեր ասած ճանապարհը ապահովել։ Երկու մեխանիզմներ կա, գոյություն ունի սահմանադրական դատարանի մասին օրենք, որտեղ սահմանադրական դատարանը պետք է ներգրավի նաև իրավասու մարմիններին, եթե նաև դատախազությանը, որպեսզի դատախազությունը ներկայացնեն փաստերը, որ ընդդիմադիրները, մենք բոլորս, հասարակական սեկտորը, պարզ քաղաքացիները դիմել են, ինչու չի ընդհանրավորվել։ Դատախազությունը կամ խախտել է սահմանադրությունը, կամ պետք է գործի սահմանադրությամբ եւ իրականացնել գործողությունները։ Դուք նկատի ունեք Արմին Ասյան նոր ընտրությունների բոլոր այն հանցագործություններին, որոնք տեղի են ունեցել նախընտրական շրջանում, այսինքն երբ որ դեռ չէր հայտարարվել ընտրությունների մասին պաշտոնապես,
ընտրությունները հայտարարելուց հետո ընտրությունների օրը հետընտրական է շրջանում բոլոր այն գործողությունները, որոնք որ հստակ եւ աներկբա մատնանշում են ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների մասին։ Ռոբերտ Քոչարյանի հետ ընտրական կոալիցիա հանդիպել Ոչ, պատրաստվում են, քանի որ չգիտեմ, դուք հիմա ինձ տեսեք, դուք ինձ հարց եք տալիս մարդկանց ծրագրերից, մտքերից, հանդիպումներից։ Ձեր առաջնորդից Ձեր առաջնորդը իմ առաջնորդը ով է։ Քաղաքական ուժի առաջնորդն է, Դաշինքի մասին է խոսքը։ Հայաստան դաշինքի մասին է որը խոսքը։ մասնակցում է Եթե այդպիսի բան լինի, հրապարակային հասարակական դաշինքը, այդ թվում նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհայտարարի, կամ կա մամուլի պատասխանատու։ Հիմա դուք եկել եք այնց բան եք, ոնց որ ես պետք է իմանամ, թե մարդիկ իրար հետ ինչ պայմանավորվածություններ ունեն, գիտես չէ։ քաղաքական ուժի ներսում Քաղաքական ուժի ներսում քննարկումների համար ես ասեցի, որ ոչ, հիմա դուք շարունակում եք, ասում եք իսկ կհանդիպեմ։ Պարոն Մինասյան, լավ, տեսլական ասաճիշգրտի եւ դուք ինչպես եք կարծում, այս պահին ընդդիմությունը ունի ռեսուրս պայքարի գնալ նաեւ փողոցով։ Ես դժվարանում եմ դա ասել, որովհետև ես չեմ այն մարդը, որ գնահատի որքան կա փողոցով պայքարելու ռեսուրս։ Ես այն մարդկանց մեկն եմ, որ առաջին օրվանից սկսած եղել եմ փողոցում 20 թվականից սկսած եւ չեմ կարող մյուսների փոխարեն որոշումներ կայացնել կամ մեկնաբանել։ Բայց մի բան ակնհայտ է, որ նույնիսկ այս կեղծված ցուցանիշների պայմաններում 600,000-ից ավել մարդ կամք է գտել իր մեջ եւ մերժել է սրանց։ Դա նշանակում այստեղ է որ վիճարկելու հարց կա եւ երբ որ սահմանադրական դատարանում ներկայացվի, դուք տեսնեք այն տասնյակ հազարավոր տվյալները, որտեղ ստորագրություն չկա ընտրողների ցուցակին, բայց հայտարարվել է, որ այդ տեղամասերում այդքան մարդիկ մասնակցել են ընտրություններին։ Պարոն Մինասյան, Հայաստանում ինչպես է ձևավորվելու իշխանություն այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ընդդիմությանը ընտրած քաղաքացիների 70% ընտրակաշառք են վերցրել, այսինքն չի ճանաչում ձեզ որպես ընդդիմադիր ուժ, լեգիտիմ ուժ, իսկ ընդդիմությունն էլ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ճանապարհով ընտրված ղեկավար չէ եւ դիմում է սահմանադրական դատարան։ Այդ դեպքում ինչպես է Հայաստանում իշխանություն ձևավորվելու։ Ոչ դուք եք իրենց ընդունում, ոչ իրենք են ձեզ ընդունում։ Միայն ժողովրդի որոշումը։ Ժողովուրդը ընտրություն է կատարել, որոշում։ Ժողովուրդը ընտրությունը չի կատարել։ Բայց մենք եթե ընտրություն կատարել, մենք կընդունեինք այդ արդյունքը։ Այսինքն դուք համարում եք ընտրություն այն սպառնալիքները, այն կեղծիքները, այն այլանդակությունները, որոնք տեղի ունեցել եւ որի դիմաց գրված է 700, չգիտեմ քանի հազար, դուք համարում եք դա ընտրության արդյունք։ Դուք ինչ ակնկալիք ունեք այն սահմանադրական դատարանից, որը լեգիտիմ Պատասխանեցի, է համարվում։ ես արդեն պատասխանեցի։ Պարոն Մինասյան, ժողովուրդը պետք է ընկալի